Ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում, բայց իհարկե կոնտենտը ուրիշ է, այսօր ես գնումների եմ գնացել և շատ վաղուց դուք շատ լավ գիտեք, որ բավականին երկար ժամանակ է, որ ես գնումների նկարահանումներ չեմ արել, ոչ մի տեսանյութ չեմ նկարել այդպիսի, բայց ես զգում եմ, որ դիտումները բավականին քիչ են, փորձում եմ մի փոքր այսպես շեղվել մեր հիմնական խոհանոցային թխելուց, եփելուց եւ չթափելուց ու այսօր որոշեցի գնումներ ցուցադրել, սիրելի բարեկամներ, այդքան մեծ չափազանց մեծ գնումներ չեմ արել, բայց որոշեցի ձեզ ցույց տամ։ Ուրեմն այս գնումները ռուսական խանութից են, գիտեք, ես ասել եմ արդեն, որ հիմնականում ռուսական ապրանքներ են, բայց եւ հայկական ապրանքներ կան եւ ուրիշ երկրների ապրանքներ կան, ապրանքներ կան, որ մեզ իրականում դուր են գալիս այդ խանութից գնումներ կատարելը, այսպես, ուրեմն գնել եմ կերաս, տեսնում եք այսպիսի գեղեցիկ կերաս է եւ բավականին քաղցր, իհարկե փորձել եմ, թանկեր իհարկե, բայց արժեր գնել, այսպես ասած։ Գնել եմ լոլիկ, այսպիսի լավ լոլիկներ են, գնել եմ սալոր, այսպիսի դեղին սալորներ են և շատ քաղցր։ Ինձ թվում է այս սալորը Իսպանիայից է, որովհետև բավականին քաղցր է։ Գնել եմ ծիրան, տեսնում եք, այսպիսի կարմրաթուշիկ ծիրաններ են, բայց իհարկե ծիրանի համ բացարձակ չկա, մի փոքր այսպես զգացվում է, որ շատ չնչին ծիրանի համ է։ Երբեք չի հասնի մեր հայկական ծիրանին, բայց ինչ ունենք, ունենք։ Եվ ձմերուկ եմ գնել, այսպիսի ձմերուկ է, ինձ թվում է հասած է, որովհետև կարմիր է, ինձ թվում է, որովհետև սա արդեն երրորդ անգամ է, որ ես գնում եմ այս տեսակի ձմերուկից և շատ լավն է լինում, իհարկե այս նկարահանումը ավարտելուց հետ, ոչ թե նկարահանումը, այլ գնումները ցուցադրելուց հետո միասին կկտրենք, որ տեսնենք ինչ ձմերուկ եմ ես գնել։ Ուրեմն ուրիշ տեսակի ձմերուկներ էլ կան, խանութում մոտ 3-4 տեսակի ձմերուկ կար, բայց ես նախընտրում եմ սա, որովհետև իրականում շատ քաղցր է, շատ համեղ է և այսպես խրթան ձմերուկ է։ Սա այսպես։ Ուրեմն այդ նույն խանութից գնել եմ աղցանի համար կաղամբ, այսբերգ կաղամբ է կոչվում սա, շատ թեթև կաղամբ է ինքը, գնել եմ թթվասեր ծյոշչա ապրանքանիշի, շատ լավն է, շատ այսպես քարմ է լինում միշտ,
գնել եմ այսպիսի նուշը արդեն մաքրած գեղևից, գնել եմ 2 տուփ այսպիսի թխվածքաբլիթներ, անպայման միասին շատ լավ բան եմ պատրաստելու, դա է պատճառը, որ գնել եմ, և գնել եմ դեղց և նեկտարին, ուրեմն նորից պիտի կրկնած լինեմ, որ ասեմ, այդքան էլ համեղ չէ, բայց ոչինչ կարելի է գնել, մի խոսքով, այսպիսի դեղց է և Հայաստանի մրգի համին չենք կարող այստեղ ճարել, իհարկե հիմա փառք Աստծո, ես շատ ուրախացա, որ կարդացի այդ օրենքը, որ եվրոպական մի քանի երկրներ անպայման մոտ օրերս նույնիսկ Հայաստանից ներմուծելու են և իհարկե Հայաստան ներմուծելու են և արտահանելու են բանջարեղեն, մրգեր, ելակ և նման հիմա ինչ որ արտադրում է մեր ժողովուրդը այդ ապրանքները, ինչի համար ես անսահման ուրախ եմ սիրելիներս։ Սա էլ այսպես, գնել եմ կանաչի, այդ խանութում միշտ շատ լավ կանաչի է լինում, տեսեք այսպիսի համեմ է, արդեն կարծես Հայաստանի համեմ լինի և սամիտ, համը իհարկե մի փոքր ուրիշ է, բայց անունը համեն է և վերցրել եմ բժշկական երշիկ, ուղղակի առավոտյան այսպես նախաճաշի համար լավ է լինում։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք, ուրեմն վերցրել եմ կարագ, գերմանական կարագ է սա, 82%-անոց շատ համեղ, շատ լավ կարագ է, կրեմների համար այս կարագը շատ լավ է լինում, վերցրել եմ պանիր, հերթենքիզ է, սա նման է մեր չանախ պանիրին, հայկական երևի արդեն մի քանի անգամ ասել եմ, ուղղակի կան նոր միացողներ, դա է պատճառը, որ այսպես անուններով նշում եմ։ Վերցրել եմ ակնոցները մաքրելու թուղթ, թաց թուղթ են սրանք, ժելատին եմ վերցրել 2 հատ, սա գույն չունի, բաց գույնի է և վանիլային համ ունի, վերցրել եմ 2 կաթնաշոր առանց հատիկների, նորից միասին շատ համեղ կարգանդակ ենք պատրաստելու, վերցրել եմ վարունգ, շատ թարմ էր, այդ պատճառով 2 հատ հետ վերցրի, վերցրել եմ եգիպտացորեն, շատ թարմ, շատ այսպես լավն է, վերցրել եմ կաթ, իհարկե գիտեք առանց լակտոզի, պանիր է վերցրել, այս պանիրը արդեն կտրտված է, նախաճաշի համար շատ լավ է, կոչվում է բութակեզե, շատ համեղ է, ովքեր Գերմանիայում են ապրում, շատ լավ գիտեն, այս պանիրը միշտ շատ արագ է վերջանում խանութներում, շատ լավն է։ Եվ շաքարավազ եմ վերցրել 2 հատ, վանիլ իհարկե, և այսպիսի վանիլ և հեղուկ վանիլ եմ վերցրել, Սիրելի բարեկամներ, շարունակում ենք, ասեմ ինչն է պատճառը, որ այսպես ամբողջովին չեմ փռում սեղանի և ցուցադրածը հավաքում եմ արագ, որովհետև նախ առաջինը տեղ չի անի, իսկ երկրորդը գիտեք, որ շոկ է և պանիր կարագ չի կարելի այդքան երկար մնալ սեղանին, դա է պատճառը, որ ես հավաքում եմ և նոր խմբականակ տեղավորում եմ սեղանին։ Ուրեմն այս գնումները, այս հիմա որ ցույց եմ տալու, այս գնումները Kaufland խանութից են, ասեմ, որ Kaufland-ը շատ մեծ խանութ է, ամեն ինչ կա այդ խանութում, հագուստ, սնունդ, տնային ամեն ինչ, հողագործության համար ամեն ինչ հատուկ առանձին մեծ խանութ կա, որը ժամերով կարելի է այդ խանութում ման գալ, շատ լավ խանութ է, տան հետ կապված իհարկե, և մենք այսօր, ներողություն, այս գեղեցիկ ծաղիկը ես այսօր գնել եմ հենց Kaufland խանութից ծաղիկների բաժնից, տեսնում եք որքան գեղեցիկ մեխակներ են, ես շատ եմ սիրում այս ծաղիկը, որովհետև
նախ շատ նուրբ է ինքը ու շատ երկար է մնում, մի խոսքով հաճախակի եմ գնում ես այս ծաղիկը։ Այսպես, այսօր նորից ունեցա այս գեղեցիկ ծաղիկը։ Իհարկե շատ արագ վերջանում եմ, քանի որ բոլորն էլ ինձ թվում է սիրում են այս ծաղիկը եւ իհարկե շատ նուրբ հոտ ունի։ Այսպես, շատ լավ, ես սիրում եմ նարնջի հյութ, մանավանդ սառը վիճակում, դա է պատճառը, որ միշտ գնում եմ։ Այսպիսի հյութ է։ Այսպես, ուրեմն գնել եմ ծխեցրած, սա ծխեցրած միս է, երշիկ չէ, սա շատ համեղ է, այսպես ասած ռուսերեն լեզվով վիչինա է սա, ծխեցրած միս։ Ուրեմն գնել եմ ակտիմել, այս անգամ ես գնել եմ նարնջով, դեղցով եւ անանասով։ Առավոտյան այս ակտիմելը շատ լավ է, դեռ ոչինչ չկերած, նույնիսկ սուրճ չխմած։ Ես ամեն առավոտ մեկ հատ խմում եմ այս ակտիմելից եւ ասեմ, որ ովքեր խնդիր ունեն մարսողության հետ, ովքեր չունեն նույնպես շատ լավ է առավոտյան ուղղակի մեկ ակտիմել խմել։ Եվ ոչինչ չկերած։ Սրանք կոնֆետներ են, շատ ոչ այդքան քաղցր կոնֆետներ են։ Երկու այսպիսի սերուցքային պանիր է սա։ Գնել եմ յոգուրտներ, մարակուայով, բալով, 3 հատ այս պանիրը, ներողություն, նորից դեղցով եւ մարակուայով, ելակով, կիվիով եւ այստեղ ուղղակի յոգուրտ է սա։ Այսպես։ Եվ գնել եմ կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը շատ պետքական է, խնդրում եմ, եթե դուք էլ ինչ-որ բան, այս յուղով կարելի է տապակել, կարելի է ուղղակի ճաշ պատրաստել, շատ համեղ է լինում, բայց ես սրանով խմորեղեն կպատրաստեմ, որովհետև կան խմորեղեններ, որ հենց հատուկ կոկոսի յուղ է հարկավոր, իսկ ես չունեի, ինձ մոտ վերջացել էր, դա է պատճառը, որ գնել եմ։ Աղացած միս եմ գնել, ես այդքան մսեղեն չեմ ուտում, հիմա դա է պատճառը, որ քիչ եմ վերցնում միս։ Սա հյութ է, թե է, սառը թե է, բալի, նույնպես շատ համեղ է։ Գնել եմ այսպիսի փոքրիկ հացիկներ, նախաճաշի համար շատ լավ է, եւ դդումի կորիզով, այսպիսի ընդեղենով։ Եվ ալյուր է սա, գիտեք այս ալյուրը ես շատ եմ սիրում, շատ լավ ալյուր է, ինքը շատ թեթև, իհարկե սա Լիդլից է, հիմա տեղավորեմ այս բոլորը եւ անցնենք հաջորդ տոպրակին։ Սիրելի բարեկամներ, հիմա ցուցադրում եմ ձեզ գնումները DM խանութից։ DM-ը գիտեք արդեն մի քանի անգամ ասել եմ, որ քիմիկատների, լվացքի պարագաների, կրեմների, այսպես ամեն ինչ կա այդ խանութում, բավականին մեծ խանութ է եւ մի խոսքով նմանատիպ այստեղի Ֆրանսիայում գտնվող նմանատիպ խանութներից բավականին զգալի էժան է։ Չնայած որ շատ լավն է որակը։ Ուրեմն այսպիսի խոհանոցային սրբիչներ են թղթյա։ Սա իհարկե ամենակարևոր թղթերն են։ Աղբի տոպրակ է։ Վերցրել եմ սեղանի շոր։ Ես շատ արագ եմ փոխում սեղանի շորը։ Դա է պատճառը, որ ամեն գնումները անելուց անպայման ես վերցնում եմ սեղանի շորերի մի ինչ-որ խմբականակ։ Այստեղ պատուհանները լվանալու հեղուկ է, ես շատ եմ սիրում այս աբրականիշը, գուրտ է կոչվում, ինձ թվում է Հայաստանում էլ կա, ոչ թե ինձ թվում է, այո կա, ես տեսել եմ Carrefour խանութում, ես տեսել եմ, որ կա այսպիսի աբրանքանիշի ապրանքներ, քիմիական ապրանքներ, որովհետև
կա լվացքի շատ մեծ է իրենց ապրանքանիշը, շատ լավն է եւ շատ մեծ տեսականություն է, այսպես ասած։ Գնել եմ մազերի խնամքի համար շամպուն եւ փափկեցնող հեղուկ։ Ուրեմն ես միշտ գնում եմ պերսիլ սպիտակ շորերի համար, այս պերսիլն եմ ես գնում, քանի որ լողակի հետ միասին է այս փոշին, լվացքի եւ ինձ շատ է դուր գալիս, չնայած որ շատ խիտ հոտ ունի, բայց շատ այսպես նուրբիկ հոտ է, տհաճ հոտ չէ իհարկե եւ սուր հոտ չէ, ես շատ եմ սիրում սա, որովհետեւ սպիտակների համար իրականում շատ լավ է լինում, մանավանդ սրբիչները սպիտակ, եթե իհարկե սպիտակ անկողին է, այս փոշին խորհուրդ կտամ, ովքեր որ փնտրում են վերջապես գտնել ներողություն, լավ փոշի սպիտակեղենի համար այս փոշին ամենալավն է իմ կարծիքով, որովհետև բարեկամներս ես շատ եմ ուշադրություն դարձնում սպիտակեղեն լվանալու, այսպես մաքուր արդյունք ստանալուն, դա է պատճառը, որ փորձել եմ, արիել եմ փորձել բոլոր ուրիշ փոշիներ, հեղուկ, լվացքի հեղուկներ, սպիտակի համար նախատեսված, բայց ես հասկացա, որ սա պերսիլը եւ մանավանդ այս տեսակը, որ լողակը կա փոշու մեջ, ամենալավն է։ Ուղղակի իմ կարծիքն եմ ասում, միգուցե դուք ինձ հետ համամիտ չլինեք, բայց գտնում եմ, որ ես ինքս գտնում եմ, որ սա ամենալավն է։ Այս հեղուկը, նորից լվացքի հեղուկ է ինքը, Հայաստանում կա, ես գիտեմ, ես ինքս գնել եմ Հայաստանում, սա գործված լավ հագուստի համար է, որ գործված է, որ չեք ուզում, որ կորցնի իր փափկությունը, այս հեղուկը լվանալու ժամանակ ես փափկեցնող հեղուկ էլ չեմ ավելացնում, քանի որ այստեղ կա։ Այս հեղուկի մեջ արդեն փափկեցնող հեղուկը կա։ Սա իհարկե արդեն գիտեք, ես միշտ վերցնում եմ այս լվացքը փափկեցնող հեղուկը եւ հոտ ունի, բայց սա քանի որ նախատեսված է երեխաների համար եւ ալերգիա ունեցող մարդկանց համար, ես միշտ սա եմ վերցնում, որովհետեւ խիստ ծաղիկով, հոտերով ինձ համար լավ չէ, քանի որ ես շատ զգայուն է իմ մաշկը, այսպես ասած։ Վերցրել եմ տոպրակներ, որ եւ սառնանում կարելի է օգտագործել եւ սառցախցիկում, այսպիսի տոպրակներ են։ Վերցրել եմ կրեմ, կամիլ կրեմ է կոչվում, նույնպես գերմանական է, այս կրեմը շատ վաղուց եմ ես օգտագործում, սիրելի բարեկամներ, ինքը շատ էժան կրեմ է, բայց շատ լավ է փափկեցնում մաշկը, երկար ժամանակ փափուկ է մնում եւ շատ արագ ներծնծվում է մաշկի մեջ։ Ես ոչ մի ուրիշ թանկ կրեմի հետ այս կրեմը չեմ փոխի, քանի որ շատ վաղուց եմ ես օգտագործում, փորձել եմ, իհարկե շատ թանկ կրեմներ, նվերներ եմ ստացել, իմ երեխաները ինձ գնել են, բայց ես միշտ ասում եմ, որ խնդրում եմ մի գնեք ինձ ձեռքի ինչ-որ թանկարժեք կրեմ, քանի որ այս կրեմը իրականում շատ լավն է եւ ես շատ լավ գիտեմ, որ Հայաստանում էլ կա, մեկ անգամ ես գնել եմ դեղատնից, իսկ երկրորդ անգամ ես գնեցի Ծիրան խանութից, իհարկե ես իմ բերած վերջացել էր եւ ես փնտրում էի, որ անպայման գտնեմ այդ կրեմը եւ գտա Ծիրան խանութում։ Հենց նույնը առանց ինչ-որ բան փոխելու, նույն ասեցին, որ Գերմանիայից ենք ստանում եւ ես ինքս էլ համոզվեցի, որ իրականում ինքն է ճիշտ կրեմ է։ Սա մազերի լաք է, գիտեք, իմ մազերը շատ ուղիղ են, այսպես որպեսզի հարթ լինի եւ այլն, ես միշտ օգտագործում եմ, շատ քիչ չին իհարկե։ Սա արդեն ասել եմ, սա նույնպես ասեցի։ Սիրելի բարեկամներ, ուրեմն, քանի որ ասեցի տարբեր խանութներից եմ գնումներ արել, այդ պատճառով ես
ամեխանութինը կկարդամ ուղղակի դուք որպեսզի տեսնեք, թե որ խանութից ինչքան գնումներ եմ, ինչ գումարի գնումներ եմ արել, ուրեմն Grande Prix խանութից գնել եմ 37 եվրոյի և 54 սանտիմի ցենտի, այսինքն գնում DM խանութից գնել եմ 46 եվրո և 15 սանտիմի գնումներ եմ արել DM խանութից, այսինքն այս քիմիկատների խանութից սա Kaufland-ի գնումների թուղթն է, այսպես ասած 56 եվրո և 53 սանտիմի գնումներ եմ արել Kaufland խանութից Lidl խանութի գնումները կազմել են 30 եվրո և 3 սանտիմ և ռուսական խանութի գնումները կազմել են 37 եվրո և 46 սանտիմ Քանի որ խոստացած ես միասին կկտրենք ձմերուկը, որպեսզի տեսնենք ինչ ձմերուկ են գնել, չնայած որ ես հաստատ համոզված եմ, որ շատ լավն է, որովհետև առաջին անգամը չէ, որ այս ձմերուկը գնում ենք, ասեմ, որ մի փոքր թանկ է մնացած բոլոր տեսակներից, բայց շատ լավն է լինում։ Տեսնում եք, նույնիսկ ճեղքվեց։ Այսպիսի ձմերուկ ենք գնել, շատ լավն է, իհարկե, հիմա մի հատ էլ կփորձենք ձեր ներկայությամբ, որպեսզի տեսնենք իրականում լավն է, թե ոչ։ Տեսեք, կարող եմ ասել շատ կարմիր չէ, բայց շատ խրթան, մի հատ էլ տեսնենք քաղցր է թե ոչ, բարեկամներս, իրականում շատ քաղցր ու համեղ ձմերուկ է։ Բարեկամներս, ամփոփ ենք արդեն այսօրվա մեր տեսանյութը, շատ շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, շատ շնորհակալ եմ ինձ նոր միացող հետևորդներին, անսահման շնորհակալ եմ ինձ հետ արդեն երկար ճանապարհ, գրեթե 2 տարի անցած ճանապարհ ունենք միասին մեր YouTube-յան ընտանիքով, ինչի համար անսահման շնորհակալ եմ, բոլորիդ անուն առ անուն ճանաչում եմ, շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, որ շարունակում եք մնալ ինձ հետ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։